Daniel. Ինչի հետ են ասոցացվում հայերն ամբողջ աշխարհում։ Ինչ է առաջինը գալիս օտարի մտքին, երբ լսում է հայ եւ Հայաստան բառերը։ Ասոցիացիաներն այնքան էլ շատ չեն՝ քրիստոնեություն, ցավոք, ցեղասպանություն եւ Արարատ։ Ավետյաց լեռը։ Մի շարք հետազոտողներ պնդում են, որ Արարատ անվանումն ունի արարման վայր, արարում իմաստը։ Իմաստային տեսանկյունից սա մեծ մասամբ կրկնում է հին կտակարանի տեքստերը։ Ըստ որի Նոյան տապանը կանգ է առել հենց Արարատ լեռան վրա։ Իսկ Արարատ Մասիս լեռան շուրջը ջրհեղեղից հետո դրվեց մարդկային նոր քաղաքակրթության սկիզբը։ Եթե ոչ մարդկային, ապա գոնե հայ քաղաքակրթության սկիզբը դրվեց Արարատի Ավետյաց լեռան շուրջը։ Հազարամյակների ընթացքում Արարատը դարձել է հայկական էթնիկ կոդի, հայկական ինքնության մաս։ Արարատն աստվածային լեռ է, որի գագաթին մահկանացուի ոտքը չպետք է դիպչի։ Հայկական առասպելաբանությունում լեռը պահպանում են վիշապները եւ վիշապազդուները։ Հիշենք Խորենացու հիշատակումը, թե ինչպես է հայոց Արտաշես արքան անիծում իր որդի Արտավազդին ասելով. Թե դու ձի հեծնես, որսի գնաս, ազատ նիվեր դեպի Մասիս, քաջերը քեզ բռնեն, տանեն, ազատ նիվեր դեպի Մասիս, այնտեղ մնաս, լույս չտեսնես։ Ազգը հիմնականում դիտարկում են որպես էթնիկ միասնություն, խումբ, մեր ազգային ինքնության հիմքերից են դա լեզուն է, գիրը որպես հիմք, քրիստոնեությունը, առաջինը ամենակարևոր խորհրդանիշը դա երևի պատմական տարածքն է եւ պատմական հայրենիքը։ Կարևորագույն իրադարձություններ կարելի է առանձնացնել, օրինակ քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը, ցեղասպանության երևույթը եւ մնացած հարցերը, որոնք մեզ դարձնում են հայ որպես այդպեսին, որովհետեւ մեր քաղաքական ինքնությունը որոշ իմաստով ձևավորվեց խորհրդային պատմության ազդեցության տակ եւ հետխորհրդային դե ամենակարևորագույն երևի տարը այստեղ Արցախյան առաջի պատերազմում հաղթանակներ, որը ոնց որ հիմնակարը դրվեց այդ քաղաքական ինքնության զարգացման համար, չնայած հետագայում էլի այդ ֆրագմենտարության պատճառով բաժանվեց մի քանի մասի ու նույնիսկ սկսեց ընկալվել հակառակ տեսանկյունից։ Ինչ է ցեղասպանությունը, դա խմբին ոչնչացված ուղղված գործողություններ է եւ շատ դեպքում պարտադիր չի, որ այդ խումբը նույնիսկ ֆիզիկապես ոչնչացվի։ Օրինակ ամերիկյան հնդկացիների պարագայում իհարկե մասսայական սպանություններ եղել են նաեւ, բայց միաժամանակ գնացել է շատ ուժեղ իրենց ասիմիլացնելու, ձուլելու քաղաքականություն, երբ որ այդ խմբին ուղղակի կտրում են իր արմատներից, այդ խմբին զրկում են իրենց սիմվոլներից եւ 1-2 սերունդ հետո
այդ խումբը այլևս գոյություն չունի։ Այսինքն եւ սա, երբ որ մենք տեսնում ենք այդ Արարատի թիրախավորումը կամ մեր ազգային սիմվոլների, եկեղեցիների, չգիտեմ, հայ գրերի կամ այդ բաների ձեռագրերի ոչնչացումը, դա նույն մի ծրագրի մի բաղկացիչ մաս է։ Սա նույնպես սպանություն է վերջին հաշվով, սա ինքնության սպանություն է, այսինքն ֆիզիկապես դու մարդուն չես սպանում, բայց ինքնությունը սպանում ես։ Եվ դրա համար այդ հարձակումները Արարատի նկատմամբ, հարձակումները սիմվոլների նկատմամբ բոլորովին պատահական չեն։ Կայսրություններ ստեղծվեցին ու փլուզվեցին։ Հայաստանը ծովից ծով էր։ Հետո կորցրինք պետականությունը, բայց հայությունը շարունակեց ապրել ու զարգանալ Արարատի շուրջ։ Քաղաքները, ճարտարապետության եւ ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիները, խաչքարերը հստակորեն վկայում են այս տարածքի սեփականատիրոջ մասին, ով ապրել եւ գործել է իր հողում եւ թուրքերի հայտնվելուց եւ Օսմանյան կայսրության ստեղծումից շատ առաջ։ Օսմանյան պետությունը ստեղծվել է 13-րդ դարի վերջին, իսկ 1453 թվականին Կոնստանտինոպոլսի անկումից հետո հսկայական տարածք հայտնվեց Օսմանյան թուրքերի լծի տակ։ Տարածք, որտեղ ապրում էին ոչ միայն հայերը, այլև հույները, հրեաները, արաբները, ասորիները։ Այս բոլոր ժողովուրդները Թուրքիայի համար թշնամիներ են դարձել զուտ օկուպացված տարածքներում ավտոխտոն լինելու փաստի պատճառով։ Եվ Օսմանյան կայսրության գոյության հենց սկզբից, ինչպես եւ թուրքական պետականության գոյության բոլոր մյուս փուլերում, կայսրության բնիկ ժողովուրդների, այդ թվում հայերի նկատմամբ, թուրքական կողմն արյունալի ցեղասպանություն է իրականացրել։ Կեղծ են այն պնդումները, թե ցեղասպանությունը դա լոկ պատահականություն էր։ Ցեղասպանության անատոմիան ապացուցում է, որ այդ ցեղասպան քաղաքականությունը ուներ մի շարք կոմպոնենտներ, բաղկացած էր մի շարք փուլերից, կազմակերպչական փուլ կար, նախապատրաստական, գաղափարական փուլ, ուներ տնտեսական կոմպոնենտ, ուներ էթնիկ կոմպոնենտ եւ կրոնական կոմպոնենտ։ Մեր մուգ հայերիս մոտ այդ ազգային հարցը, ազգային խնդիրը միշտ եղել է շատ ուժեղ։ Ազգային ինքնությունը ի համեմատություն նաև շատ այլ կայսրության ժողովուրդների մեր մոտ միշտ ընդգծված է եղել, որպես համայնք մենք շատ ուժեղ ենք եղել։ Եվ այդ առումով ամենայն հավանականությամբ նաև ընկալվել ենք որպես թուրքական գերիշխող տարի, որպես ամենավտանգավոր հակառակորդ։ Ինչի իրանք չէին թիրախավորում, օրինակ ավելի փոքր խմբերի, որովհետև վտանգ չէին տեսնում։ Մեր մեջ տեսնում էին պոտենցիալ ուժ, որովհետև մենք կրթված էինք, որովհետև մենք մոդեռնիզացված էինք, որովհետև մեր բուրժուազիան բավականին հարուստ էր, որովհետև մենք ունենք ամբողջ աշխարհով համայնքներ եւ ունենք կապ արտաքին աշխարհի հետ, դա էր։ Մի տեսակ մտահոգություն արդյոք կար, որ հայերը կասեն սա մեր հողն է, իրոք կար, եւ մենք դա տեսնում ենք նաեւ այդ հետեւողականորեն այդ տարածքում գոյություն ունեցող հայկական մշակութային եւ պատմական հիշողության ջնջման քաղաքականության մեջ։ Նույն բանը մենք այսօր Ադրբեջանում ենք տեսնում։ Դու կարող ես ունենալ ծրագիր ցեղասպանության, բայց եթե դու չկարողանաս ապահովես քո բնակչության լեգիտիմությունը, պետք է այդ մարդկանց ապացուցես իրենք ինչի պետք է մասնակցեն, դու պետք է այդ մարդկանց տաս պատճառ, այսինքն իրենք պետք է պատճառ ունենան, որ գնան եւ սպանեն իր հարևան հային։ Եվ դա իհարկե առանց գաղափարախոսության միջոցով, այդ գաղափարախոսությունը արդեն 1911-12 թվականից մենք տեսնում ենք, միջև եթե իհարկե կար այդ ամեն ինչ, բայց 11-12 թվականներից մենք տեսնում ենք, որ այդ ազգային պետություն ստեղծելու, այդ թուրքականության վրա հիմքը դնելու պետության, ասենք օսմանիզմը թուրքիզմով փոխելու գաղափարախոսությունը շատ պարզ երևում է, շատ երբ որ կարդում ենք վերադառնություն, թուրք անվանում են միայն են խուլ գյուղերում ապրող գյուղացիներին, թուրք գյուղացիներին, իրենք օսմանյան սուլտանները շատ դեպքերում իրենց օսմանցիներ էին համարում եւ այդպես
օրինակ իրենք շատ կզարմանային, եթե իրենց մի օր ասեն, եւ թուրք։ Այսինքն, եւ այդ ազգաստեղծման process-ում իհարկե հայերը շատ մեծ խոչընդոտ էին, ինչի ասեմ ինչի, որովհետեւ շատ մեծ ուժեղ ինքնության զգացում ունեին։ Ցեղասպանության բազմաթիվ ակտեր են եղել, նաև մինչև 1915 թվականը։ 1878 թվականին թուրք սուլթան Աբդուլ Համիդ II ցրել է տեղական խորհրդարանը, հաստատել ինքնակալական ռեժիմ, հայտնի է որպես զուլում, սահմանել խիստ գրաքննություն, արգելել հեղափոխություն, ազատություն, Հայաստան եւ այլ բառերի օգտագործումը։ Նա դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, արաբների եւ հայերի ազատագրական շարժումները։ Պանիսլամիզմն ու պանօսմանիզմը պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց։ Իսկ 1894-ից մինչև 1896 թվականը Աբդուլ Համիդը նախաձեռնել է Սասունի, Անիի եւ Կոնստանտինոպոլսի հայերի կոտորածը, որի հետևանքով զոհվել է մինչև 300,000 էթնիկ հայ։ Երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, երիտուրքական կառավարությունը փորձելով պահպանել թուլացած օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթյուրքիզմի քաղաքականություն, հսկայական թուրքական կայսրության ստեղծում, որը ձգվելով մինչև Չինաստան կներառեր Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը ենթադրում էր տեղաբնիկ ոչ մուսուլման ու թուրք ժողովուրդների թուրքացում։ Հայ բնակչությունը դիտվում էր որպես այս ծրագրի իրականացման գլխավոր խոչընդոտ։ Բարև ձեզ, պարոն Քուրդ։ Առաջին հարցը, որը չափազանց շատ հետաքրքրում է եւ ինձ եւ շատերիս Հայաստանում, հետեւյալն է. ինչու է փաստացի այսօր Թուրքիայում անհնար ոչ միայն պատկերացնել, որ թուրքական պետությունը ինչ-որ մի պահի, ինչ-որ մի օր կճանաչի հայոց ցեղասպանությունը, այլ ընդհանրապես գրեթե անհնար է նույնիսկ խոսել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Առաջին հերթին այդ ժխտումը կապ ունի թուրքական ազգային ինքնության հետ։ Երբ վերադառնանք պատմությանը եւ նայենք Թուրքիայի Հանրապետության հիմնադրման արմատներին, կտեսնենք, որ այն հիմնված էր թուրքական ազգային ինքնության վրա, հիմնված էր մյուսների բացակայության վրա։ Մյուսներ ասելով նկատի ունեմ հայերին, հույներին, օսմանցի ասորիներին, քրդերին, օսմանյան կայսրության մյուս ոչ մուսուլման կամ ոչ թուրք մուսուլման համայնքներին։ Սա առաջին պատճառն էր։ Մյուս պատճառը իհարկե ուղիղ առնչություն ունի օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների հետ։ Հիմնադիր հայրեր, մենք միայն մեկ հիմնադիր հայր չունենք։ Աթաթուրքը եղել է հիմնադիր հայրը, բայց եղել են այլ հիմնադիր հայրեր եւս։ Եվ այս հիմնադիր գործիչների մեծ մասն առանցքային դեր է ունեցել հայերի ոչնչացման, հայերին թալանելու եւ նրանց ունեցվածքը լիկվիդացնելու գործում։ Այս ֆիգուրներին ներում շնորհվեց Թուրքիայի նոր հանրապետության առաջնորդի կողմից, եւ նրանք բարձրացան պետական բյուրոկրատիայի բարձրագույն աստիճաններ, դարձան քաղաքական գործիչներ։ Նրանց անուններով Թուրքիայում, այլ երկրներում փողոցներ են կոչվել։ Փաստորեն Թուրքիայի Հանրապետությունն իր գիրկն ընդունեց նրանց, ընդունեց որպես հիմնադիր հայրեր եւ մինչեւ այսօր պատվում է նրանց։ Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին պաշտոնապես որպես ցեղասպանություն է ճանաչվել նույնիսկ ամերիկյան սենատի կողմից եւ աշխարհի ավելի քան 60 երկրներում։ Այստեղ խնդիրը Թուրքիայում ժողովրդավարությունը, ազատություններն ու իրավունքներն են, ժողովրդավարության թուլությունը եւ նման հարցերը քննարկելու անկարողությունն է, բայց որ ավելի կարեւոր է, խնդիրն անցյալի հետ հաշվի նստելն է։ Հայոց ցեղասպանության ճանաչումը դեռևս ամենամեծ պատնեշն է Թուրքիայի առաջ։ Թուրքիան օգտագործելով իր տարածաշրջանային ուժը, այն ինչ կատարվում է Սիրիայում եւ այն ինչ տեղի ունեցավ Արցախի պաշարման ժամանակ, Արցախում էթնիկ զտումը, այս ամենի հետևանքով դառնալով ավելի ազդեցիկ տարածաշրջանում, Թուրքիան օգտագործում է այդ ազդեցությունը որպես զենք հայկական կողմի դեմ, պահանջելով չխոսել ցեղասպանության մասին, պահանջելով ցեղասպանության հարցը չներառել բանակցություններում, այնպես որ բանակցությունները դեռ փակուղում են։ Քաղաքական մեծ քայլերի մասին խոսելու, թեժ հարցերի մասին խոսելու փոխարեն գուցե պետք է որ երկու պետությունները բարելավեն հարաբերությունները եւ միայն դրանից հետո խոսեն ցեղասպանության մասին։
բայց դա կախված է նաև Թուրքիայի ժողովրդավարության վիճակից։ Այդ վիճակի բարելավումից թուրք հասարակությունը իր տարբեր խավերով, տարբեր շերտերով ոչ միայն կողմ չէ ցեղասպանության ճանաչմանը, այլև ավելին, դեմ է անգամ այս խնդրի մասին խոսելուն։ Ինչ պատահեց հայերին անցյալում հարցի մասին խոսելուն։ Նրանք հակված են ամբողջ մեղքը բարթել Օսմանյան կայսրության հայերի վրա, նրանց բնութագրել որպես 5-րդ շարասյուն, մեղադրել կայսրության թիկունքում քայլանելու, ռուսների կողմը բռնելու մեջ։ Այս բոլոր պատմության հետ առնչություն չունեցող, ճշգրիտ պատմագրության հետ առնչություն չունեցող նարատիվները դեռ գերակշռում են։ Ոչ միայն պետական մակարդակում, այլև թուրքական հասարակության մտքում եւ սրտում։ Պետությունն ու հասարակությունն այս առումով միավորված են եւ մեկ ձայն ունեն այս հարցում։ Թեև Օսմանյան կայսրությունից արևելյան Թուրքիա համայն հայությանը վտարելու որոշումը կայացվել էր դեռ 1911 թվականի վերջին, երիտուրքերն օգտագործեցին առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը որպես հարմար առիթ այս որոշումը կյանքի կոչելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 միլիոն հայ։ Մոտ 1.5 միլիոն հայ սպանվել է 1915-1923 թվականներին։ Մնացած կես միլիոն հայ ապաստան գտավ տարբեր երկրներում կամ բռնի կերպով մահմեդականացվեց։ Բայց նույնիսկ հայոց ցեղասպանությունից հետո թուրքական կառավարությունը շարունակում էր հալածել հայերին։ Նրանց վերջնական ոչնչացմանը ձգտելով արդեն իսկ արևելյան Հայաստանի տարածքում, ինչի մասին վկայում են 1918 եւ 1920 թվականների պատերազմները։ Նախ եւ առաջ պետք է ֆիքսենք, որ սովետական Հայաստանի ձևավորումն իսկ խնդիրներ էր առաջացրել թուրքական վերնախավում եւ այդ խնդիրների մի հատվածը նաեւ վերաբերում է այսօրվա այսպես շրջանառվող Զանգեզուրի միջանց կոչվող հասկացությանը, քանի որ երբ ձևավորվեց սովետական Հայաստանը, թուրքական պաշտոնական նամակագրության, պաշտոնյաների, այսպես հայտարարությունների մեջ այսպիսի մի եզրույթ մտավ, որ մի Հայաստան այսպես տնկեցին թուրքական աշխարհի միջև։ Ավարտվեց 1920 թվականի պատերազմը։ Ավարտվեց բանակցություններով եւ Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքմամբ։ Հայկական պատվիրակությունը ճնշման ներքո, սպառնալիքի ներքո նաեւ հրաժարվեց Սևրի պայմանագրից, միևնույն ժամանակ հրաժարվեց Կարսից։ Դա թուրքական կողմի պահանջն էր։ Արձանագրենք նաև հետևյալը. արդեն իսկ բանակցությունների փուլում հայկական պատվիրակությունը կորցրել էր իր իրավասությունը, քանի որ արդեն Հայաստանում իշխանափոխություն էր եղել, իշխանությունը վերցրել էին բոլշևիկները, իսկ Հայաստանում էր նաև արդեն 11-րդ Կարմիր բանակը։ Սովետական Հայաստանին սկսեցին անվանել Սեբ, որը խրված է թուրքական աշխարհի միջև, եւ քանի որ այդ բանակցային process-ում հայազգի դիվանագետ Լևոն Ղարախանը, որը բոլշևիկյան Ռուսաստանի փոխարտգործնախարարն էր, Չիչերենի տեղակալն էր, ակտիվ էր, նույնիսկ վերագրում էին նրան, որ հայազգի Լևոն Ղարախանը մի Հայաստան այսպես ստեղծեց եւ թուրքական աշխարհի մեջտեղը դրեց։ Ու բնականաբար վերաբերմունքը այդպիսին է եւ նաեւ ինչ վերաբերում է Արարատ լեռան սիմվոլիկային, դա մի քիչ ավելի ուշ կարծեմ մտավ շրջանառության մեջ, երբ Հայաստանի որպես սիմվոլ ընդունվեց Արարատ լեռը, ու նաեւ այստեղ երկու կողմից պետք է հարցին նայենք։ Երևանն էլ ախր կառուցվեց նայելով դեպի Արարատ, այսինքն սովետական լուր քարոզչությունը կամ գոնե մեսիջը այն էր, որ մենք շարունակում ենք նայել Արարատին եւ շարունակում ենք հողային հարցերի, այսպես լիովին չլուծված լինելը ակնարկել։ Սկսվեց իրենց ավետյաց լեռան շուրջ, Արարատի շուրջ հայերի կյանքի կազմակերպման նոր փուլ։
Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը զինանշանի վրա Արարատի պատկերով։ ԽՍՀՄ-ի կազմում տարիները հիշվում են ոչ միայն որպես տնտեսական աճի, բարգավաճման, գիտական եւ արդյունաբերական վերելքի շրջան, այլ նաեւ Արարատի որպես հայկական ինքնության հիմնարար հիմքերից մեկի հաստատման ժամանակաշրջան, ինչն արտացոլվեց նաեւ պետական խորհրդանիշների ընտրությամբ։ Հիշեցնենք, որ Հայաստանի զինանշանի առաջին տարբերակը հանրապետության սահմանադրությամբ հաստատվել էր դեռևս 1922 թվականի փետրվարին։ Նույն թվականի վերջին պետությունը մտավ ԽՍՀՄ կազմ, որպես Անդրկովկասյան սոցիալիստական ֆեդերատիվ խորհրդային հանրապետության ՀՍՖՍՀ մաս, իսկ զինանշանի վրա Արարատը միևնույն է մնաց անփոփոխ։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց պաշտոնական Մոսկվային, հենց զինանշանի վերաբերյալ։ Թուրքական կողմի դժգոհությունը կայանում էր նրանում, որ եւ ՌՍՖՍՀ-ն եւ Անդրկովկասի հանրապետությունները Մոսկվայի եւ Կարսի պայմանագրով Արարատը ճանաչել էին որպես Թուրքիայի մաս, սակայն դա չի խանգարել Հայաստանին Արարատը պատկերել իր զինանշանի վրա։ Ըստ պատմաբանների իրավիճակը հեշտությամբ եւ հումորով լուծեց ԽՍՀՄ այն ժամանակվա արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը, ասելով, թե թուրքական դրոշի վրա պատկերված է կիսալուսին, իսկ լուսինը Թուրքիային չի պատկանում։ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Թուրքիան ծրագրեր էր նախապատրաստում Հայաստան ներխուժելու եւ հայոց ցեղասպանության կանխամտածված քաղաքականությունն ավարտի հասցնելու համար։ Թուրքական աշխարհաքաղաքական բազմաթոռությունը երկար ավանդույթ ունի, եւ թեև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը պաշտոնապես չեզոք էին, նրանց չեզոքությունը սայթաքուն էր։ Այսպիսով, պատմական փաստ է, որ Գերմանիայի կողմից ԽՍՀՄ ներխուժումից հետո Թուրքիան զորահավաք է հայտարարել եւ զորք բերել խորհրդային Հայաստանի եւ Վրաստանի սահմաններին։ Ստալինգրադյան ճակատամարտի նախօրեին Թուրքիան պատրաստ էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա Ստալինգրադի անկման դեպքում։ Խորհրդային սահմանին կանգնած էր մոտ 50 թուրքական դիվիզիա, ընդամենը ԽՍՀՄ-ի 15 դիվիզիայի դեմ։ Խորհրդային Հայաստանն ու խորհրդային Վրաստանը դրանք առաջին այսպես քայլերն էին, այո, իրական նպատակը գնալու էին, այսինքն միանալու էին Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետություններին, ձևավորվելու էր, այսպես ասած, թուրանական տարածքը եւ բնական է, որ նաեւ հետաքրքրություններ ունեին Ռուսաստանի կազմում ապրող թուրքալեզու ժողովուրդներով եւ չմոռանանք նաեւ մի կարեւոր նպատակ, որը Թուրքիայի քաղաքական մտածողությունից մինչեւ օրս էլ դուրս չի եկել, դա Ղրիմն է։ Եվ Ստալինգրադի ճակատամարտը դա ոչ միայն Հայաստանի օկուպացիան էր թուրքական երազանքներում կենթանացնում, այլև Ղրիմն էր կենթանացնում։ Եթե կորցնեին Ստալինգրադը, ապա պատմությունը կարող էր այլ ընթացք ունենալ։ ԽՍՀՄ փլուզումից եւ առաջին Արցախյան գոյամարտում տարած հաղթանակից հետո հայերը մի քանի դար անց հնարավորություն ունեցան առաջին անգամ իրենց ավետյաց լեռան մոտ ստեղծել անկախ հայկական պետություն, այն էլ մեկի փոխարեն երկուսը՝ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն։ Երիտասարդ հանրապետությունները բացի պետական կառավարման համակարգի ձևավորումից, պետական ինստիտուտների ձևավորումից, խնդիր ունեին նաև գտնելու այն հենման կետերը, որոնց շուրջ հնարավոր կլինի ձևավորել գոյության նոր հայեցակարգ, որով հայ ժողովուրդը պետք է մտներ նոր դար, նոր հազարամյակ։ Այդ հենման կետերը դարձան հետևյալը.
Սփյուռքի միավորումը, քրիստոնեությունը, ցեղասպանության ճանաչումը, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական միավորումը։ Այս ամենը հնարավորություն տվեց լեգիտիմացնել նորանկախ հայկական պետությունների սահմանները։ Երբ որ մի փոքր ավելի ուշադիր ենք ուսումնասիրում, մենք տեսնում ենք, որ սահմանների լեգիտիմացման համակարգը ուներ եւս մի շարք կարևորագույն բաղադրիչներ։ Առաջին, Հայաստանի Հանրապետությունը դառնալով հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդը, օրենքի ուժով նրանից ժառանգել է տարածքը, տնտեսական եւ արտադրական հզորությունները, ենթակառուցվածքները եւ այլն։ Երկրորդ, ախտելով Ղարաբաղյան առաջին պատերազմում Հայաստանի Հանրապետությունը ուժի իրավունքով հետ մղելով Բաքվի ագրեսիան ԼՂՀ-ի դեմ, կարողացավ Արցախի ժողովրդի անվտանգության գոտի ստեղծել, ազատագրված 7 շրջանների տեսքով։ ԼՂՀ-ն զարգանալով որպես լիարժեք պետություն, նաև ռազմաքաղաքական վահան դարձավ հենց Հայաստանի համար, պաշտպանելով նրան դեպի իր սահմաններն ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքների եւ կենթանի ուժի առաջխաղացումից։ Երրորդ, Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում Հայաստանը Երևան-Ստեփանակերտ անվտանգության միասնական գոտի կառուցելու լեգիտիմ իրավունք ստացավ։ Ռազմաքաղաքական համագործակցության այս մոդելի շրջանակներում երկու պետությունների զինված ուժերը սինխրոնիզացվել են։ Այս հանգամանքը, ապահովելով Արցախի սահմանների անփոփոխությունն Ադրբեջանի հետ շփման գծում, իր հերթին ապահովել է հայկական սահմանի անձեռնմխելիությունը արդեն ԼՂՀ տարածքի հետ շփման ողջ երկայնքով։ Չորրորդ, սահմանների լեգիտիմացումը տեղի ունեցավ նաև հայ-ռուսական ռազմաքաղաքական միավորման շնորհիվ, որն ունի մի շարք բաղադրիչներ՝ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիր։ 102-րդ ռազմաբազայի արկայությունը Գյումրիում, ռուս ԱԴՑ սահմանապահների արկայությունը հայ-թուրքական սահմանին, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Նշված բաղադրիչներն իրենց ամբողջության մեջ ապահովել են Հայաստանի սահմանների լեգիտիմացումը 1991 թվականից սկսած մինչև 2020 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկախության ողջ ընթացքում Թուրքիան երբեք էլ չի հրաժարվել Հայաստանի տարածքները զավթելու փորձերից։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին ամենաթեժ փուլում, երբ որ մենք առաջին անգամ բացեցինք Լաչինի միջանցքը, Թուրքիան 1992 թվականի մայիսի 20-ին սկսեց զորքերի զորաշարժ դեպի Հայաստանի սահմանը տարածք ներխուժելու նպատակով։ Շատ արագ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Թուրքիան ներգրավեց գրեթե տեղի ունեցող բոլոր գործընթացները։ Հարավային Կովկասում կոնկրետ իհարկե դա շատ արագ աջակցություններ, երբ որ տեսան հնարավոր չէ հայերի վրա ճնշում գործադրել, այսպես համոզել, որ չպայքարեն իրենց արտադրական պայքարը չմղեն, շատ արագ դա դարձավ այսպես պատճառ, որ իրենք ռազմական իմաստով եւս Ադրբեջանին փորձեն աջակցել եւ ամեն կերպ, չեմ ասում քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով փորձեն այնպես անել, որ Ադրբեջանը դառնա հաղթողուց, ինչը նշանակում է կարողանան հետո Հայաստանին ճնշել եւ ստանալ Հարավային Կովկասը լիարժեք որպես մեկ իրենց ազդեցության գոտի։ Թուրքիայի հարձակումը կանխվել է միայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջամտության շնորհիվ։ Ռուսաստանի Դաշնության Պետդուման այս հարցով հատուկ լսումներ է անցկացրել արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևի եւ ԱՊՀ Միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատար ռազմաօդային ուժերի օդային մարշալ Եվգենի Շապոշնիկովի մասնակցությամբ Հայաստանի սահմանի մոտ թուրքական բանակի ակտիվության կտրուկ աճի վերաբերյալ։ Շապոշնիկովը շտաբ ժամանեց Երևան եւ հենց օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի ներխուժումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այդ մասին անմիջապես զեկուցվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին, ով նույն օրը զանգահարել է Անկարա եւ պահանջել թուրքական զորքերը դուրս բերել Հայաստանի սահմանից։ Թուրքերը ստիպված էին ենթարկվել։ Սակայն դրանից հետո 1992 թվականի ամռանը Թուրքիան նախկին ԳԴՀ-ի բանակի զինանոցներից գերմանական Բունդեսվերից գնել է խորհրդային զենքի մեծ խմբականակ 800 միլիոն դոլար արժողությամբ Ադրբեջան տեղափոխելու համար։ 1992 թվականի վերջին Ադրբեջանը տեղափոխվել մոտ 5000 թուրք սպա եւ զինվոր, որոնք Ադրբեջանի կողմից կռվել են ԼՂՀ պաշտպանության բանակի դեմ։ Այլ կերպ ասած, Թուրքիան երբեք չի հրաժարվել հայերի դեմ ուղղված իր ցեղասպան ծրագրերից, սակայն փոխվել են այդ քաղաքականության իրականացման գործիքները։
2020 թվականի իրադարձությունները մենք սովոր ենք սկսել սեպտեմբեր 27-ից, իրականության մեջ սակայն մենք սկսել ենք շատ ավելի վաղ, իսկ Թուրքիայի կողմից աջակցությունը էլ ավելի ակնհայտորեն սկսել է շատ ավելի վաղ։ 2019 թվականին օրինակ նախագահ Էրդողանը իր ապրիլ 24-յան այսպես ելույթում, այսինքն ելույթ, որը ակնհայտորեն հարմարեցված էր ապրիլի 24-ին ընդառաջ, առաջին անգամ խախտեց այդ այսպես ասած ստեղծված ավանդույթը եւ ուղիղ տեքստով սկսեց սպառնել Հայաստանի Հանրապետությունը։ «2018 թվականի գարունը Հայաստան բերեց փոփոխություններ, որոնց հետագա շղթան պետք է խաչ քաշեր Խորհրդային Միության փլուզումից հետո երկու հայկական պետականությունների զարգացման ողջ հայեցակարգի վրա։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց գրեթե անմիջապես հետո սկսեց փոփոխությունների շղթա, որոնց շրջանակներում նաև արժեքային համակարգի կարևորագույն բաղադրիչ մասերը փոփոխության ենթարկվեցին։ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Արցախի հանրապետության հետ ավելի քան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բնույթը վերափոխվեց եւ դրան փոխարինելու եկավ մի գաղափար, որը առաջ է քաշել թուրքական տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական հետազոտությունների SETA կենտրոնը, տարածաշրջանացման քաղաքականություն, որի շրջանակներում պատմական կարծրատիպեր ասվածը պետքա վերանայվեին, որը նշանակում է հետեւյալը. Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Թուրքիան ոչ թե հարևան է պարզապես, այլ նաեւ դաշնակից։ Ռուսաստանը օկուպանտ է, իսկ Արարատը ոչ թե ավետյաց լեռ, այլ պարզապես աղրիդախ։ Biz Karabağ'a girdiysek, Ինչպես մտանք Ղարաբաղ եւ Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ։ Այս ամենը եւ մի շարք այլ գործոններ միասին հանգեցրին 2020 թվականի պատերազմին, որի ժամանակ Թուրքիան անմիջականորեն ներգրավված էր ռազմական գործողություններում։ Ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Կառավարությունը հայտարարել է ռազմական եւ ընդհանուր հավաք։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային եւ հրթիռային հարձակում։ Հետաքրքրում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Միշտ մտածում եմ, մի ձև հարց պիտի լուծվի մեր, բայց լայնամասշտաբ պատերազմ չէինք սպասում ոչ մեկս։ Ու արձակուրդ էին տվել, Կիրակի օրեր պիտի գնայինք արձակուրդ, որոշել ենք, որ շաբաթ գնանք, պիտի շաբաթ գայինք Երևան։ Ու գնանք միտեղ հանգստանալու։ Մեկ էլ ասինք չէ, լավ, Կիրակի հանգիստ առավոտը կգնանք։ Դե առավոտն էլ այդ ձայներից արթնացանք, էլ արձակուրդ բան չկար, գնացինք Զորամաս։ Դե քաղաքից դուրս էի ծառայում, Իվանյան էի ծառայում, գնում էինք արդեն ես ամուսինս ինքն էլ զինվորական ու մեր Զորամասից մի հատ կին կար իր ամուսնու հետ, իր ամուսինը ուղղակի մեզ տանում էր ավտոյով, որ թողե։ Գնալուց արդեն բանը Ասկերանի Զորամասի մոտով անցնելուց իրաց տեխնիկաբան դե հանում էին։ Այդ պայն որ տեխնիկայի վրա շարժ դետեյվում են խփեցի, մեր ավտոբուսից վերցրեց, դրեց այս կողմ։ Այդ պահին արդեն 44 օրից հետո այն վիճակներ ստեղծվել, որ արդեն 4 կողմը թուրքներ ու մենք մեջտեղը ապրում ենք ու մարդկանց նայում էի, զարմանում էի։ Մեջն էս այդ գործի, այդ զինվորական էս, գիտես ինչա կատարվում 4 կողմը, հա, բայց հասարակ մարդիկ մի տեսակ մտածում էին всё, չէին ուզում, երևի չէին ուզում մտածեն, որ կարողա շարունակվի։ Հա, նույնիսկ բլոկադայի վաղտ, ով երեխա ուներ, ահավոր էր։ Այնքան տոպ բանը, վայ պեսոք չունենք, վայ երեխան ուզում է, դե արի երեխային բացատրի, որ բլոկադայա չկա։ Հիվանդների համար էր դժվար, օրինակ մարդկար բուժման համար գալիս էր, ստեղ հետ էր գնում, բայց այդ
փակ վիճակում նույնիսկ կարմիր խաչի մարդկար կարմիր խաչի միջոցով չէին կարում գնում, սկզբից հեշտ էր, մի տեսակ ստացվում էր, հետո էդ էլ դժվարացրեցին, մարդիկ գալիս էին հետ գալուց նույնիսկ դեղերը չէին թողում բերեին հետները, ջրամփրիկեսին հանում էին, մի հատ կոնֆետ չէին կարում բերեին, գոնե իրանց երեխային տային, որ գալիս այստեղ հիվանդանոց հետ են գնում, այդ կամած ավելի բլոկադան ավելի բարդացավ, ավելի դժվար դարձավ, բայց միշտ ասում է թող այս ճամփեսից փակ մնա, կարևորը մենք ստեղից դուրս չգանք։ 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ավարտից հետո թուրքական զինված ուժերի զգալի խումբ մնաց Ադրբեջանի տարածքում, որը եւ կոչված էր համակարգող եւ ուղղորդող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողության պլանավորման եւ իրականացման գործում։ Խոսքը 600 զինվորականների մասին է, այդ թվում 200 հոգանոց գումարտակային մարտավարական խմբի, Նախիջևանում 50 հրահանգիչ, Բաքվում 90 ռազմական խորհրդականի։ Ապահովում էին բրիգադ, գունդ, գլխավոր շտաբ շղթայում մարտական գործողությունների իրականացումը։ Գաբալայի ավիաբազայում 120 թռիչքային եւ տեխնիկական անձնակազմ, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատոր Դալլարի օդանավակայանում, 50 հրահանգիչ Եվլախի օդանավակայանում, 50 հրահանգիչ 4-րդ բանակային կորպուսում, Պիրեքեշկուր եւ 20 մարտ Բաքվի ռազմածովային բազայում եւ Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում։ Ենթադրվում է, որ այս խմբում ընդգրկված են եղել 18 միավոր հետևակի մարտական մեքենաներ, 1 բազմակի հրթիռային համակարգ, 10 մեքենա եւ ավիացիոն տեխնիկայի մինչեւ 34 միավոր, այդ թվում 6 ինքնաթիռ, 8 ուղաթիռ եւ մինչեւ 20 անօդաչու թռչող սարք, որոնք ռազմական հետախուզություն են իրականացրել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կտրուկ աճել է թուրքական ռազմատրանսպորտային թռիչքների թիվը դեպի Ադրբեջան, հիմնականում Վրաստանի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհով, մասնավորապես մարդկանց զինամթերքի մատակարարում։ Ենթադրաբար իրականացվել է սեպտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին CN-235 ինքնաթիռով, իսկ սեպտեմբերի 25-ին A-400M ինքնաթիռով։ Սեպտեմբերի 28-ից 30-ի մարտերի ամենաթեժ պահին, բացի ավելի վաղ ժամանած ռազմական խորհրդականներից, Ադրբեջան են ժամանել ցամաքային զորքերի հրամանատար Ումիդ Դյունդարը եւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրանք տեղում իրականացնում էին Ղարաբաղյան ճակատում օպերացիայի գլխավոր կառավարումը։ Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 3-ին դեղորայքի եւ հրետանային զինատեսակների առաքումը ըստ նրանց իրականացվել է CN-235 ինքնաթիռով Էթիմեզգութ Անկարա, Նասոսնայա Հաջի Զեյնալաբդին երթուղով։ Անձնակազմի եւ զինամթերքի մատակարարումը ըստ տեղեկությունների իրականացվել է նաեւ հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով, թռիչք TUAF 737։ Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական ռազմատրանսպորտային I-176TD ինքնաթիռը Չվերթ AZAF 002 Վրաստանի տարածքով Աման-Բաքու երթուղով 200 միավոր դեշեկա գնդացիր է մատակարարել համապատասխան ռազմամթերքով։ Թուրքիայի ներկայացուցիչներն Անկարային հավատարին իսլամիստական խմբավորումներից, որոնք կռվում են Սիրիայում եւ Լիբիայում, վարձկաններ էին հավաքագրում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար։ Վարձկանների մատակարարման լոգիստիկ շղթաների գործունեությունը ըստ տեղեկությունների վերահսկվում էր Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության կողմից, պաշտպանության նախարարության ուժերի եւ ռեսուրսների աջակցությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվել մինչև 1300 սիրիացի զինյալներ եւ առնվազն 150 լիբիացի վարձկաններից բաղկացած մեկ խումբ։ Առաջինները չհերկված տեղեկությունների համաձայն տեղակայվել էին հիմնականում Տերտերի ուղությամբ, Բայանդուր եւ Գափանլի շրջաններում։ Համապատասխանաբար Տերտերից 5 եւ 10 կիլոմետր դեպի հարավ-արևելք, իսկ երկրորդները Ջաբրայելի ուղությամբ, Քարվենդի շրջանում, Բաքվից 250 կիլոմետր դեպի արևմուտք։ Թուրքիայի ակտիվ դերակատարության մասին խոսել է նաև ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։ Այժմ թուրքերը միջամտում եւ միջոցներ են տրամադրում Ադրբեջանին, մեծացնելով ռիսկը եւ նպաստելով քրակային հզորացմանը պատմական այն մարտերում, որոնք ընթանում են 150,000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղ կոչվող
փոքր տարածքի համար։ Ասել է նա WSB Atlanta-ի The Eddie Erickson շոու հաղորդման շրջանակներում տրված հարցազրույցում։ Թուրքիայի բացասական ազդեցության մասին է խոսել նաև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ժան-Իվ Լդրյանը։ Օտարերկրյա միջամտությունը, մասնավորապես թուրքական միջամտությունը, սնում է այս սրացումը, եւ դա անընդունելի է, ասել է նա։ Բայց նույնիսկ դեռ նրանից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն իսկ խոսել է այն մասին, որ թուրքական իշխանություններն օգնում են Ադրբեջան տեղափոխել զինյալներին Սիրիայից։ Էրդողանն էլ է ասում, որ փաստացի իրենք են մտել Արցախ, իրենք են գրավել Արցախը ու նույնը իրենք նաև արել են Սիրիայում, ինչը եւս մեր աչքերի առջև էր ուղիղ եթերում իմիջիալոց թե իշխանության գրավումը, թե հետագա ցեղասպանությունը, մենք բոլորս իրապես ուղիղ եթերում հետևել ենք այս ամեն ինչի։ Տարբեր առիթներ եղել են ասելու, որ թուրք-սիրիական հակամարտությունը եւ Սիրիայում տեղի ունեցողը վերջին առնվազն 1.5 տասնամյակում մեզ համար ամենաիդեալական բաց դասագիրքն են, որ հնարավոր է հորինել։ 2000-ականներին թուրքական կողմը ասելով, որ մենք գնում ենք երկխոսության, մենք գնում ենք Սիրիայի հետ բարեկամական հարաբերությունների, սիրիական կողմին ասում էր, դե հանեք ձեր դասագրքերից նախկին Օսմանյան այսպես վատ փորձառությունը, որ դուք ունեցել եք որպես արաբներ, արաբական ազգային պայքարի մասին եկեք մի քիչ այլ տոնայնությամբ խոսեք եւ բնականաբար ել մի հիշատակեք հայոց ցեղասպանության, այլ ուրեմն Օսմանյան կայսրության այլ ոչ մուսուլման տեղաբնիկ ժողովուրդների դեմ կատարված հանցագործների մասին, ինչին էլի սիրիական կողմը ասում էր, լավ, իսկապես եթե մենք գնում ենք այսպես լավ խաղաղ ապագայի, ինչու չանենք, հա, եւ 2000-ականների կեսերին հանեցին դասագրքերից հիշատակումները հայոց ցեղասպանության մասին, ավելին շատ հայոց ցեղասպանությունը դեռ մի կողմ է իմաստով ոնց որ ավելի կարևոր սիրիական կողմի համար այն էր, որ իրենք ունեին 1939 թվականին իրենց տարածքի բռնակցում բառացի բռնակցում Թուրքիային։ Խոսքը Ալեքսանդրիայի նահանգի, որ համընկնում է մեր Մուսալերան, Կիլիկիայի պատմական այդ հատվածի մասին, թուրքերը դրան ասում են Հաթային նահանգ։ Թուրքերը 1939 թվականին այն բռնակցել էին եւ Սիրիան չէր ճանաչում այդ բռնակցումը մինչեւ 2000-ական, մինչեւ վերջ, այսինքն պաշտոնապես երբեք չի ճանաչել այդ տարածքը թուրքական։ Ես ճիշտ ասած եղել եմ այն տեղերում, որտեղ այդ Ալ-Կաիդայի դերակատարները ուրեմն ավերածություններ են գործել բառիս ուղիղ իմաստով։ Օրինակ հյուրանոցը նախքին վերածել են մի կողմում ոստիկանության շտաբի, իրանց այսպես կոչված, եւ մյուս կողմում կտարան եւ բանտեր։ Այսինքն որտեղ որ մարդկանց կտանքների են ենթարկում եւ ամեն ինչով դա միջնադար էր եւ այդ մարդիկ հիմա հաստատի հանդիսանում են Սիրիան ներկայացնող իշխանություն, դե ֆակտո իշխանություններ են ու ամբողջությամբ վայելում են թուրքական ոչ միայն հովանավորությունը, ինչպես հաճախ ասում են, այլև այդ ուժերը ֆինանսավորվել, կրթվել, համակարգվել եւ այսօր էլ փաստացի հանդիսանում են էլի թուրքական պրոքսիներ։ Ցավոք սրտի սիրիական օրինակը միակը չէ մեր տարածաշրջանում, որտեղ թուրքերը հակամարտությունը լուծում են հետևողական պայքարի, հետևական թիրախավորման եւ միևնույն ժամանակ դրա մեջ օգտագործելով արևելյան դիվանագիտությանը բնորոշ բոլոր տարերը, այն է, եթե այդ պահին պետք է թույլատնել զգոնությունը առաջարկել խաղաղություն, եթե այդ պահին պետք է առաջարկել այսպես ինչ-որ փոքրիկ զիջում, որը կարող է դիմացինին այսպես դարձյալ կոտրել զգոնությունը եւ մտցնել մոլորության մեջ, այդ դա բնականաբար կարող ենք իրար։ Արդյոք Հայաստանն Արցախի հետ կատարվածից դասեր քաղել է թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ է ճանաչված պետություն իր ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու համար։ Այս գործիքից արցախահայությունը զրկվել է 2020 եւ 2023 թվականներին, ինչի արդյունքում ենթարկվել է էթնիկ զտումների։ Հայ-թուրքական հարաբերությունները, Արցախի հարցը միշտ ավելի մեծ աշխարհաքաղաքական տարածաշրջանային հարց է։ Սուլեյման Դեմիրելը ասում է, որ Հայաստանը ինքնին մի մեծ բան չէ, մեջ բերում եմ նրան,
բայց ցավոք մեծ քաղաքականության մի մասն է։ Եվ երբ որ Հայաստանը դուրս են բերում մեծ քաղաքականության մասը լինելուց, Հայաստանը դառնում է Թուրքիայի համար արագ հաղթահարելի խոչընդոտ։ Եվ 90-ականների սկզբին Հայաստանը փաստորեն անմիջապես մնաց աշխարհաքաղաքական մեծ քաղաքականության մի կարևոր մասնիկ եւ տեսեք անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը միշտ եղել են միջնորդ պետությունների հովանու ներքո ավելի լայն կոնտեքստում զուտ հայ-թուրքական հարաբերություններ։ Այո, ավելի լայն կոնտեքստում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը Արցախի հետ կապված եւ այլն։ Հետևաբար Հայաստանը շարունակեց մնալ Թուրքիայի համար մի խոչընդոտ, որը առնչվում է իր համար կարևոր հարցերին, մասնավորապես հայոց ցեղասպանության հարցը, որ Հայաստանը դարձավ ցեղասպանությունը ճանաչելու առաջամարտիկ, երկրորդը, որ Հայաստանը այդպես էլ Կարսի պայմանագիրը չճանաչեց որոշ այսպես հայտարարություններ անելով, ոչ քաղաքական, բայց այնուամենայնիվ, եւ երրորդը, որ Արցախի հարցը 90-ականների սկզբին այլ մակարդակ տեղափոխվեց եւ դե ֆակտո ստեղծվեց Արցախի հանրապետություն։ Այսինքն 3 կարևոր հանգամանքներ, որոնք Թուրքիայի համար ունեին անկյունաքարային նշանակություն եւ հիմք շարունակելու արդեն նորանկախ Հայաստանի հանդեպ իր ճշնամական քաղաքականությունը։ Ու դրան գումարվում էին կամ դուրս էլ չէին եկել նախկին փուլից, սովետական փուլից մնացած բարդույթները։ Դա եւ Արարատ լեռան հանգամանքներ որպես զինանշան, դրան գումարվեց անկախության հռչակագրի հարցը, դրան գումարվեց ատոմակայանի փակելու թուրքական պահանջը, որը եղել է նաև սովետական շրջանում եւ բազմաթիվ այլ հարցեր։ Այսինքն Հայաստանը թվում է թե պետք է Թուրքիայի հետ կարողանար հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բայց խոչընդոտները այնպիսին էին, որոնք թույլ չէին տալիս, բայց այդ խոչընդոտները նաև պետք է գիտակցել, որ մեր պետականության կարևոր կարմիր գծերն են։ Այսինքն Թուրքիան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մտցրել է այսպիսի մի փակուղի, կամ դու հրաժարվում ես քո կարմիր գծերից ու քո պետականության, այո, առանցքներից, կամ մենք քո հետ հարաբերություններ չենք հաստատում։ Եվ կարծում եմ այս ամբողջ ընթացքը մեր դիվանագիտության պայքարի այն է, որ մենք չենք կարող մեր դիվանագիտական արժանապատվությունից նահանջել։ Երբ որ Արցախից դուրս եք գալիս նաև դուք այն միտքը ունեիք, որ հետ եք գալու։ Դուք ոնց եք զգում։ Հույս ամ կապում։ Մեր այդ հույսինի վեճ երևի լրիվ կխելագարվինք։ Օրինակ իմ շրջապատում կա ես ճիշտ մարդկանց հետ եմ շփվում, չգիտեմ, իմ շրջապատում տենց մարդ չկա, մի հոգի վեր ասեք քիննանչում, լավ ասма, լավ երասին քինամը առած մաշին հղեի մեյնը։ Սաղն ուզում։ Վերջի անգամ տատու պապում քեցալ որ տատո պապում հող վիորոնիմ քեցամ համ հողը երկա համ ասում խնդրում եմ աչանքում եմ հանցկանիկ յետկամ այս հողը նույնս բերիմ տինիմ ստով Արարատը որպես աշխարհագրական կետ վաղուց է կորցված։ Արդյոք թուրքամետ վեկտորի շրջանակներում գործող իշխանությունը կկարողանա ստիպել հրաժարվել նաև հայերի համար խորհրդանիշ հանդիսացող Արարատից։